Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ, ողջունում եմ YouTube-յան իմ ալիքի բոլոր բաժանորդներին և այցելուներին։ Շարունակում ենք էլեկտրադինամիկա դասընթացը, այն է նրա ներածական բաժինը։ Նախորդ դասի ընթացքում ես ներկայացրեցի էլեկտրադինամիկայում առավել օգտագործվող կոորդինատային համակարգերը և շատ հակիրճ նկարագրեցի նրանց հիմնական առանձնահատկությունները։ Այս դասի ընթացքում կուզեի կանգ առնել չափման միավորների և հիմնական նշումների վրա, ինչպես նաև կքննարկենք ռադիոհաճախականային սպեկտրը, նրա դասակարգումը և սպեկտրի առանձին բաժինների անվանումները։ Սկզբում անցնենք չափման միավորների և նշումների դասակարգմանը, որոնք առավել չափով ընդունված են ճարտարագիտական էլեկտրադինամիկայում։ Նախ ասեմ, որ ճարտարագիտական էլեկտրադինամիկայում ընդունված է միավորների C համակարգը, անգլերեն International System of Units, որի հիմնական միավորները պատկերված են այս աղյուսակում։ Ես ինչի եմ ուզում հատուկ շեշտել կամ հատուկ նշել ճարտարագիտական բառը, որովհետև դասական ֆիզիկայի դասընթացներում, որոնց շարքից է նաև դասական էլեկտրադինամիկայի դասընթացը, օգտագործում են այլ միավորների համակարգ, այն է CGS, Centimeter Gram Second համակարգը։ Այս տարբերությունը հանգեցնում է որոշակի անհամաձայնությունների և բանաձևերի ներկայացման իմաստով և ֆիզիկական միավորների մեկնաբանման իմաստով։ Այստեղ մենք ունենք հետևյալ ֆիզիկական մեծությունները և նրանց միավորները, որոնք օգտագործվում են էլեկտրադինամիկայում։ Դրանք են երկարությունը մետրերով, զանգվածը կիլոգրամով, ժամանակը վայրկյաններով, էլեկտրական հոսանքը ամպերներով և ջերմաստիճանը կելվինով։ Մնացած երկուսը՝ նյութի քանակը և լուսավորությունը, կիրառվում են ֆիզիկայի այլ ասպարեզներում։ Այս միավորները ընտրված են ճարտարագիտության մեջ որպես հիմնական միավորներ, քանի որ համեմատաբար ավելի հեշտ է ստեղծել նրանց էտալոնը և հղում անել պրակտիկ կիրառումների ժամանակ։ Այս հաջորդ աղյուսակում պատկերված է C համակարգի երկրորդային միավորները, և դրանք են հետևյալը՝ հարթանկյունը, որը չափվում է ռադիաններով C համակարգում, տարածական անկյունը, որը չափվում է ստերադիաններով, հաճախականությունը, որը չափվում է հերցերով, ուժը, որը չափվում է նյուտոններով, էներգիան, աշխատանք, ջերմության քանակը չափվում է ջոուլներով, հզորությունը վատ, էլեկտրական լիցքը, որը չափվում է կուլոններով, և ըստ էության, ինչպես տեսնում ենք, ոչ այլ ինչ է, եթե ոչ ամպեր անգամ վայրկյան, էլեկտրական պոտենցիալների տարբերությունը վոլտ, ունակությունը ֆարադ, էլեկտրական դիմադրությունը օհմ, էլեկտրական հաղորդականությունը սիմենս, մագնիսական հոսքը վեբեր, մագնիսական հոսքի խտությունը տեսլա, ինդուկտիվությունը հենրի և Ցելսիուսի ջերմաստիճանը։ Հարկ է նշել, որ վերջի սյունը ցույց է տալիս ինչպես են կապված այս երկրորդական կամ անցյալ միավորները առաջնային միավորների հետ, որը բերված է նախորդ աղյուսակում։
Եվ կուզեի ուշադրություն դարձնել, որ հարթանկյունը գրված է մետր բաժանած մետրի, այսինքն ռադիանը անչափ մեծություն է։ Ստերադիանը նույնպես, հերցը իրենց ներկայացնում է տատանումների քանակը 1 վայրկյանի ընթացքում, այսինքն մի հերցը դա մի տատանում է 1 վայրկյանում։ Նյուտոնը արտահայտվում է կիլոգրամ մետր վայրկյան -2 աստիճան, ջոուլը, ինչպես տեսնում ենք, կիլոգրամ մետր քառակուսի անգամ վայրկյան -2 աստիճան եւ այլն, այսպես շարունակ մինչև վերջ։ Այս հաջորդ աղյուսակում պատկերված են կոտորակային եւ բազմակի միավորները, որոնք բնորոշ են C համակարգի համար։ Նրանք ընդունված է անվանել prefix նախածանց, եւ այդ նախածանցները հետեւյալն են. x-ը, որը 10-ի 18 աստիճանով է բազմապատկում առաջնային կամ երկրորդային միավորը, այնուհետև π-ը 10-ի 15 աստիճան, տերը 10-ի 12 աստիճան, գիգա 10-ի 9 աստիճան, մեգա 10-ի 6 աստիճան, կիլո 10-ի 3 աստիճան, միլի 10-ի -3, միկրո 10-ի -6, նանո 10-ի -9, պիկո 10-ի -12, ֆեմտո 10-ի -15 եւ ատո 10-ի -18։ Հարկ է նշել, որ այստեղ կարող են լինել միջանկյալ նախածանցներ, ինչպիսիք են օրինակ դեկա կամ դեցի կամ նման տարբեր ուրիշ նախածանցներ, աղյուսակում նշված են միայն հիմնականները։ Այստեղ էկրանի ներքևի մասում բերված են նախածանցների կիրառման օրինակներ։ Այժմ անցնենք ռադիոհաճախականային սպեկտրի դիտարկմանը եւ տեսնենք, թե ինչպիսին են նրանց ստանդարտ բաժանման սկզբունքները, ինչպիսին են նրանց բաժանումների անվանումները եւ ինչ նպատակների համար են ծառայում առանձին նրա բաժանումները կամ դիապազոնները։ Այս աղյուսակում պատկերված է ռադիոհաճախականությունների ամբողջ դիապազոնը, ամբողջ տիրույթը, սկսած 3 հերցից եւ վերջացած հարյուրավոր գիգահերց հաճախականությունների արժեքներով, այսինքն ըստ ալիքի երկարության դրանք շարունակվում են սկսած հարյուրավոր հազար կիլոմետրերից մինչև սուբմիլիմետրային ալիքները եւ նույնիսկ հասնում են օպտիկական ալիքների շեմին, եւ այս բաժանումը, որը այստեղ ներկայացված է, մշակված է միջազգային հեռահաղորդակցությունների միության կողմից, որի բաժինները պատկերված են այստեղ հղումների վանդակում։ Ինչպես տեսնում ենք, բաժանումը կատարվում է 10-որդական սկզբունքով եւ ունենք հետեւյալը. առաջինը չափազանց ցածր հաճախականություններ, extremely low frequencies, ELF անգլերեն, հաջորդը գերցածր հաճախականություններ, super low frequencies, SLF, երրորդը ծայրահեղ ցածր հաճախականություններ, ultra low frequencies, ULF, շատ ցածր հաճախականություններ, very low frequencies, ցածր հաճախականություններ, low frequencies, միջին հաճախականություններ, medium frequencies, բարձր հաճախականություններ, high frequencies, շատ բարձր հաճախականություններ, very high frequencies, VHF, այնուհետև UHF, SHF եւ EHF, որոնք նշանակում են ultra high frequencies, super high frequencies, extremely high frequencies եւ ի վերջո չափազանց բարձր հաճախականություններ, tremendously high frequencies, THF։ Դժվար չէ նկատել, որ առաջի աղյուսակում
որտեղ բերված են տիրույթների համարները, գոյություն ունի որոշակի սկզբունք, որով այդ համարակալումը արված է։ Օրինակ, եթե դիտարկելու լինենք բարձր հաճախականությունների տիրույթը, դիապազոնը, որը սփռվում է 3 MHz-ից մինչև 30 MHz, ապա նրա վերին սահմանը 30 MHz-ը ոչ այլ ինչ է, եթե 3 անգամ 17 աշճան հերց եւ այդ 7 թիվը, որը ցույց է տալիս աստիճանը, դա փաստորեն տիրույթի համարն է։ Այս աղյուսակի աջ մասում, վերջի սյունում, պատկերված են այս կամ այն տիրույթի, հաճախականային տիրույթի կիրառումները եւ ծառայությունները, որոնք աշխատում են այդ տիրույթներում։ Այստեղ պատկերված աղյուսակում ցույց է տված տարբեր հաճախականային տիրույթների, դիապազոնների բաշխումը ըստ ծառայությունների եւ ըստ նպատակների Միացյալ Նահանգներում։ Այս բաշխվածությունը մշակված է Միացյալ Նահանգների առևտրի նախարարության կողմից, Department of Commerce, որտեղ գոյություն ունի ազգային հեռահաղորդակցությունների եւ ինֆորմացիայի վարչություն, եւ ինչպես տեսնում ենք այս խայտաբղետ պատկերից, հսկայական քանակի մանր ծառայություններ եւ տարբեր նշանակումներ բավականին խիտ ձևով բաշխված են ամբողջ այս նշված հաճախականային դիապազոնում 3 հերցից մինչև հարյուրավոր գիգահերց դիապազոնը։ Սրա իրականացումը եւ օգտագործումը խստորեն հսկվում է այդ սպեկտրի կառավարման օֆիսի կողմից։ Այս հաջորդ աղյուսակում բերված է մեկ այլ ստանդարտ հաճախականությունների բաժանման ըստ տիրույթների ստանդարտ, որը մշակված է էլեկտրական եւ էլեկտրոնային ճարտարագիտության ինստիտուտի կողմից։ Ինչպես տեսնում ենք, այստեղ բաժանումը իրականացվում է սկսած HF հաճախականություններից, այսինքն 31 MHz-ից մինչև հարյուրավոր գիգահերց հաճախականությունների տիրույթը, ընդ որում դժվար չէ տեսնել, որ այստեղ խախտված է 10-որդական բաժանման սկզբունքը։ Բացի այդ, խմբերի նշանակումները ոչ թե թվերով են արված, այլ տառերով։ Դա ցույց է տված առաջի սյունում։ Բաժանումների այս սկզբունքը եւ դիապազոնների անվանումները հիմնականում օգտագործվում են գերբարձր հաճախականությունների դիապազոնում եւ միկրոալիքային հաճախականությունների դիապազոնում։ Որպես օրենք, սրանք օգտագործվում են տիեզերական կապի համակարգերում, ինչպես նաև ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգերում, ռադարներում։ Եվ վերջապես անցնենք օպտիկական ռադիոալիքների դասակարգմանը, որը պատկերված է այս աղյուսակում։ Հարկ է նշել, որ այս դասակարգումը չի դիտարկվում որպես ստանդարտ դասակարգում եւ պաշտոնապես ընդունված է որևէ միջազգային կազմակերպության կողմից։ Սակայն հարկ է նշել, որ այն բավականին տարածված է օպտիկական դիապազոնի դիտարկումների եւ մշակումների հարցերով զբաղվող մասնագետների շրջապատում եւ փաստորեն սկսվելով սուբմիլիմետրային ալիքների երկարություններից հասնում է մինչև գամմա ճառագայթների չափազանց կարճ ալիքի երկարություններին կամ չափազանց մեծ հաճախականություններին։ Ինչու են հաճախ անվանում օպտիկական ռադիոալիքներ, բանն այն է, որ 50-ական թվականների կեսերից քվանտային էլեկտրոնիկայի զարգացումը թույլ տվեց ստանալ կոհերենտ ճառագայթում, նաև գերբարձր հաճախականությունների դիապազոնից ավելի մեծ հաճախականությունների դիապազոնում, ընդհուպ մինչև օպտիկական,
այսինքն տեսանելի լույսը, եւ այդտեղ այն մեթոդները, որը ընդունված էր կիրառել ռադիոհաճախականային դիապազոնում, օրինակ սուպեր հետերոդինային ընդունումը կամ ալիքների ուժեղացումը կամ անտենային համակարգերի կառուցման սկզբունքները, բոլոր այդ մեթոդները կիրառում ստացան նաև օպտիկական դիապազոնում. դա է պատճառը, որ այս ալիքները հաճախ անվանում են օպտիկական ռադիոալիքներ։ Ինչպես տեսնում ենք, այստեղ ունենք երկու բաժանում։ Առաջինը այսպես կոչված ինֆրակարմիր ռադիոալիքներն են, որոնք պատկերված են առաջի 3 տողերում եւ որոնց ալիքի երկարությունը տարածվում է մինչև տեսանելի լույսի ալիքի երկարությունների վերին սահմանը։ Այնուհետև օպտիկական ռադիոալիքներն են, որոնք ընդգրկում են այդ թվում նաև տեսանելի լույսը, եւ այս օպտիկական ռադիոալիքների բոլոր դիապազոնում ըստ էության կարելի է կիրառել այն եղանակներն ու մոտեցումները, որոնք կիրառելի են ռադիոհաճախականային դիապազոնների մյուս հատվածներում։ Սրանով ավարտում ենք այսօրվա մեր դասը եւ միաժամանակ ավարտում մեր դասընթացի ներածական բաժինը։ Հաջորդ անգամ կսկսենք մի նոր բաժին, որը նվիրված է մաթեմատիկայի ընտրովի հարցերին, որոնք անհրաժեշտ են դասընթացը շարունակելու համար։ Եթե հավանեցիք այս դասը եւ հավանում եք դասընթացը, խնդրում եմ չմոռանալ սեղմել լայք կոճակը եւ բաժանորդագրվել, որպեսզի հնարավոր դառնա այս դասընթացի տարածումը մեր ամբողջ հայալեզու համայնքում։ Շնորհակալություն։